Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Կալիֆոռնիայում առաջարկվող նոր օրինագիծը կարող է ճանապարհ հարթել, որպեսզի 19 եւ բարձր տարիքի չփաստաթղթավորված բնակիչները կրկին ստանան մեդիկալ բժշկական ապահովագրություն սկսած 2027 թվականի հունվարի 1-ից։ Նահանգային սենատոր Մարիա Ելենա Դուրազոն եւ ներկայացուցիչների պալատի անդամ Խոակին Արամբուլան ներկայացրել են Medical Access Restoration Act օրինագիծը, որը նախատեսում է վերացնել գործող սառեցումը եւ վերականգնել լիարժեք մեդիկալ ծածկույթը չփաստաթղթավորված մեծահասակների համար։ Օրինագծի տեքստի համաձայն 19 եւ բարձր տարիքի այն անձինք, ովքեր չունեն բավարար ներգաղթի կարգավիճակ, կարող են իրավասու դառնալ մեդիկալի ամբողջական ծառայություններին որոշ սահմանափակումներով, օրինակ ապահովագրական վճարների եւ որոշ ատամնաբուժական ծառայությունների մասով։ Կալիֆոռնիան նախորդ տարի բախվել էր ավելի քան 10 միլիարդ դոլարի բյուջետային դեֆիցիտի, ինչից հետո նահանգը սահմանափակել էր չփաստաթղթավորված մեծահասակների առողջապահական ապահովագրության հասանելիությունը 2025-ից 26 թվականների ֆինանսական տարվա բյուջեն հավասարակշռելու համար։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ցուցմունքը տևել է շուրջ 7 ժամ եւ տեղի է ունեցել ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը հարցաքննությունը բնութագրել է որպես արդյունավետ, նշել է, որ բազմաթիվ հարցերի պատասխաններով լիովին բավարարված չեն, սակայն գործընթացը շարունակվելու է։ Քլինթոնը սակայն այլ գնահատական է տվել լսումներին, հայտարարելով, որ իրեն նույն հարցերը կրկնել են բազմաթիվ անգամներ։ Նա նաև նշել է, որ հարցաքննության ավարտին իրեն անգամ հարցեր են ուղղվել չճշտված դավադրության տեսությունների վերաբերյալ, այդ թվում անհայտ թռչող օբյեկտների մասին։ Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը այսօր է ժամանել Նյու Յորքում ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողով։ Բացման հայտարարության մեջ նա հերքել է, որ որևէ տեղեկություն է ունեցել Ջեֆրի Էփստեյնի հանցագործությունների մասին։ Սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը հարկադրված է կոնգրեսում ցուցմունք տալ։ Անկախ նրանից, թե որքան լուսանկարներ եք ինձ ցույց տալիս, կան երկու բան, որոնք վերջում ավելի կարևոր են, քան ձեր մեկնաբանությունը այդ 20 տարվա վաղեմության լուսանկարների վերաբերյալ։ Ես գիտեմ ինչ եմ տեսել, եւ ավելի կարևոր է, ես ինչ չեմ տեսել։ Ես գիտեմ ինչ եմ արել, եւ որ ավելի կարևոր է, ինչ չեմ արել։ Ես ոչինչ չեմ տեսել եւ ոչ մի սխալ բան չեմ արել, հայտարարել է Բիլ Քլինթոնը։ Նա նաեւ նշել է, որ որոշ դեպքերի մասին կարող է ասել, որ չի հիշում եւ երդման տակ ուղղակիորեն չի կռահի կամ ենթադրություններ անի տարիներով առաջ տեղի ունեցած շփումների վերաբերյալ։ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը հայտարարել է, որ սա պատմական օր է կոնգրեսի համար, քանի որ հանձնաժողովը փորձում է պատասխաններ ստանալ աշխարհի ամենահզոր եւ ազդեցիկ անձանցից։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 7 ամիս է պահանջվել, որպեսզի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնեն ներկայանալ հարցաքննության։ Նրա խոսքով երեկվա լսումների ընթացքում Հիլարի Քլինթոնը մի շարք հարցերի պատասխանները փոխանցել է ամուսնուն, առնվազն 12 անգամ նշել է, որ այդ հարցերը պետք է ուղղվեն Բիլ Քլինթոնին։ Քոմերը նշել է, որ Էփշտեյնը 17 անգամ այցելել է Սպիտակ տուն Քլինթոնի նախագահության տարիներին եւ որ Բիլ Քլինթոնը առնվազն 27 անգամ օգտվել է Էփշտեյնի ինքնաթիռից։ Հանձնաժողովը նախատեսում է հրապարակել հարցաքննության տեսագրությունը, որպեսզի այն հասանելի լինի նաեւ հանրությանը։ Քոմերի խոսքով ամերիկացիները պետք է սեփական աչքով տեսնեն, թե ինչ հարցեր են տրվել եւ ինչ պատասխաններ հնչել։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանից հեռանալիս պատասխանել է այսօր մի շարք հարցերի, անդրադառնալով Իրանի հետ բանակցություններին, Կուբային, Ռուսաստանին, Ուկրաինային, ինչպես նաև ներքին քաղաքական թեմաներին։ Իրանի հարցով նա հայտարարել է, որ դժգոհ է բանակցությունների ընթացքից։ Նրա խոսքով Թեհրանը չի պատրաստվում տրամադրել այն, ինչ Վաշինգտոնը համարում է պարտադիր պայման։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացրել եւ հույս ունի, որ հնարավոր կլինի հասնել համաձայնության առանց ռազմական գործողությունների։ Թեև չի բացառել ուժի կիրառման տարբերակը, ընդգծելով ԱՄՆ բանակի հզորությունը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ նախագահը նշել է, որ ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը։ Նա ասել է, որ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ցանկանում է տեսնել պատերազմի ավարտը։ Կուբայի մասին խոսելիս Թրամփը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ծանր տնտեսական իրավիճակում, նշելով, որ նրանք փող չունեն, նավթ չունեն, սնունդ չունեն։ Նա նույնիսկ չի բացառել բարեկամական վերահսկողության սցենարը, ասելով, որ հնարավոր է զարգացումներ, որոնք կլինեն դրական Կուբայից արտագաղթածների համար։ Նա նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բարձր մակարդակով զբաղվում է Կուբայի հարցով։ Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանին մամուլի ասուլիսում անդրադարձել է Սպիտակ տան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, նշելով, որ այն կենտրոնացած էր քաղաքի մատչելիության ճգնաժամի եւ հատկապես բնակարանաշինության վրա։ Քաղաքապետի խոսքով Նյու Յորքը կանգնած է խորքային բնակարանային ճգնաժամի առաջ։ Նա առաջարկել է դաշնային կառավարության հետ համագործակցությամբ կառուցել ավելի քան 12,000 նոր բնակարան, ինչը կլինի քաղաքի ամենախոշոր բնակարանաշինական նախագիծը 1973 թվականից ի վեր։ Նախագիծը նախատեսում է ոչ միայն բնակարան
թանգարաններ, այլև այգիներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ եւ ամբողջական նոր թաղամասի ստեղծում։ Քաղաքապետը նշել է, որ նախագահը հետաքրքրված է առաջարկով եւ պատրաստ է շարունակել քննարկումները։ Նա ընդգծել է, որ նման մասշտաբի ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել միայն դաշնային կառավարության հետ համագործակցությամբ, քանի որ խոսքը վերաբերում է երկաթուղային տարածքների վրա կառուցապատմանը, ինչի համար անհրաժեշտ են դաշնային հաստատումներ եւ որոշ փոփոխություններ։ Քաղաքապետը նաեւ պարզաբանել է, որ իր եւ նախագահի միջև կան տարաձայնություններ, որոնք ինքը չի թաքցնում, սակայն պատրաստ է համագործակցության, եթե դա բխում է քաղաքի շահերից։ Այսօր Վաշինգտոնի մշուշոտ եղանակը մեկ ժամով դադարեցրել էր թռիչքները Ռոնալդ Ռեյգանի միջազգային օդանավակայանում։ American Airlines-ի տերմինալ D-ում ուղևորների կուտակումներ էր առաջացել, մարդիկ սպասում էին, թե երբ կվերսկսեն մեկնող չվերթները։ Այդ լարված միջավայրում նկատվել է գաղտնի ծառայության աշխատակիցներով եւ տեղական ոստիկաններով շրջապատված ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։ Բայդենը, որը պաշտոնը թողնելուց հետո հազվադեպ է հանրային միջոցառումների մասնակցում, նստած էր մյուսների նման սպասելով իր չվերթին դեպի հարավային Կարոլինա, որտեղ պետք է մասնակցի նահանգի դեմոկրատական կուսակցության երեկոյան միջոցառմանը։ Դաշնային օրենքով նախկին նախագահներն ու նրանց կանայք կամ ամուսինները ստանում են ցամաք պաշտպանություն գաղտնի ծառայության կողմից, սակայն օրենքը չի նախատեսում պարտադիր մասնավոր ավիափոխադրումներ։ Այդ պատճառով նախկին նախագահները կարող են օգտվել սովորական կոմերցիոն չվերթներից, թեկուզ եւ անվտանգության ուղեկցությամբ։ Զինված ուժերը լազերային համակարգով այսօր խոցել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մոտակայքում թռչող կասկածելի անօդաչու սար։ Ավելի ուշ պարզվել է, որ այն պատկանում էր ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայությանը CBP-ին։ Միջադեպը տեղի ունեցել Տեքսասի Ֆորթ Հենքոքի շրջանում էլ Պասոյից մոտ 80 կիլոմետր հարավ-արևելք։ Սա երկու շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն էր, երբ նույն տարածքում կիրառվում է հակադրոնային լազեր։ Նախորդ անգամ հենց CBP-ն էր օգտագործել այդ համակարգը եւ որևէ թիրախ չէր խոցվել։ Այդ միջադեպից հետո FAA-ը ժամանակավորապես փակել էր Էլ Պասոյի օդային տարածքը, ինչն առաջացրել էր թռիչքների չեղարկումներ։ Վերջին դեպքում սահմանափակումը ավելի փոքր էր եւ կոմերցիոն չվերթները չեն տուժել։ Հակադրոնային համակարգը կարող են օգտագործել ռադիոազդանշաններ, բարձր հզորության միկրոալիքներ կամ լազերային ճառագայթներ սարքերը շարքից հանելու համար։ Որոշ դեպքերում օգտագործում են նաև փոքր դրոններ սպառնացող սարքերին բախվելու համար։ Սակայն նման տեխնոլոգիաների կիրառումը ներքին օդային տարածքում պահանջում է հստակ համակարգում եւ իրավական ընթացակարգերի պահպանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար։ Անթրոպիկ ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում բավարարել Պենտագոնի պահանջը իր արհեստական բանականության համակարգերից անելու անվտանգության սահմանափակումները։ Սա տեղի ունենում նաև այն պայմաններում, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սպառնում է ընկերությանը ճանաչել որպես մատակարարման շղթայի ռիսկ ու հեռացնել իր համակարգերից, ինչի հետևանքով կարող է վտանգվել բազմամիլիոն դոլարի պայմանագիրը։ Վեճի պատճառը Անթրոպիկի հրաժարումն է հանել այն պաշտպանիչ մեխանիզմները, որոնք արգելում են իրենց AI տեխնոլոգիայի օգտագործումը ինքնավար զենքերի թիրախավորման եւ ԱՄՆ-ի ներսում հսկողության նպատակներով։ Ընկերության գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը հայտարարության մեջ ընդգծել է, որ Անթրոպիկը դեմ է իր մոդելների կիրառմանը զանգվածային ներքին հսկողության համար։ Նա նաեւ նշել է, որ առաջատար AI համակարգերը պարզապես բավարար չափով հուսալի չեն ամբողջությամբ ինքնավար զենքեր գործարկելու համար։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելն էլ իր հերթին հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը շահագրգռված չէ AI-ի միջոցով ամերիկացիների նկատմամբ զանգվածային հսկողություն իրականացնելու կամ մարդու մասնակցությունից դուրս գործող ինքնավար զենքեր ստեղծելու համար։ Նրա խոսքով նախարարությունը պարզապես ցանկանում է, որ Անթրոպիկի մոդելը հասանելի լինի բոլոր օրինական նպատակներով։ Փարնելը նշել էր, որ ընկերության ընդամենը տրվել էր մինչև ուրբաթ արևելյան ժամանակով ժամը 5:01 վերջնաժամկետ որոշումն ընդունելու համար։ Անթրոպիկը, որը ֆինանսական աջակցություն է ստանում Google-ից եւ Amazon-ից, պաշտպանության նախարարության հետ ունի մինչև 200 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր։ Սկաուտինգ Ամերիկա կազմակերպությունը մի շարք քաղաքականություններ պետք է փոխի Պենտագոնի պահանջով, այդ թվում այն մեկը, որը վերաբերում է տրանսգենդեր երիտասարդներին, եթե ցանկանում է պահպանել զինված ուժերի աջակցությունը։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեդի ղեկավարության ներքո Պենտագոնը քննադատության է ենթարկել բանակի եւ Սկաուտինգ Ամերիկայի համագործակցությունը, դժգոհելով պատմական վերանվանումից Boy Scouts-ից դեպի Սկաուտինգ Ամերիկա ու այլ փոփոխություններից, որոնք նա համարում է ոք մշակույթի դրսևորումներ եւ ցանկանում է արմատախիլ անել։
Hexed-ը X հարթակում հրապարակված տեսաուղերձում նշել է, որ լրջորեն քննարկել է կազմակերպությանը ցուցաբերվող ամբողջ աջակցությունը դադարեցնելու հարցը, քանի որ կազմակերպությունը կորցրել է իր ճանապարհը եւ ասում, որպես տիեզերքի տիրակալ ընկալելու շեշտադրումը թուլացվել է։ Նրա խոսքով Պենտագոնը կվերանայի իրականացված փոփոխությունները եւ կդադարեցնի աջակցությունը, եթե կազմակերպությունը չհամապատասխանի պահանջներին։ Իհակառակ դրան, տարածված հայտարարության մեջ Scouting American նշել է, որ կպահպանի իր նորանվանումը եւ կշարունակի ծառայել ավելի քան 200,000 աղջիկների, որոնք մասնակցում են իր ծրագրերին։ Կազմակերպությունը 2013 թվականից թույլատրել է համասեռամոլ երիտասարդների անդամակցությունը։ 2015-ին վերացրել է համասեռամոլ չափահաս առաջնորդների նկատմամբ ընդհանուր արգելքը, իսկ 2017-ին հայտարարել է, որ կընդունի տրանսգենդեր աշակերտների։ 2018-ից սկսել է աղջիկների ընդունումը, 2024 թվականի մայիսի դրությամբ ավելի քան 6000 աղջիկ ստացել է Eagle Scout բարձրագույն կոչումը։ Boy Scouts-ը բախվել է նաև սեռական բռնությունների բազմաթիվ հայցերի եւ 2020-ին դիմել էր սնանկության պաշտպանության, այն ժամանակ ունենալով շուրջ 275 դատական գործ եւ ավելի քան 1400 լրացուցիչ պահանջ։ 2023-ին դատարանը հաստատել է 2.4 միլիարդ դոլարի փոխհատուցման ծրագիրը, որը նախատեսում է փոխհատուցել ավելի քան 80,000 տղամարդկանց, ովքեր պնդել են, որ սեռական բռնության են ենթարկվել սկաուտական տարիներին։ Վենեսուելայի պաշտոնանկարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի փաստաբանը դատարանից խնդրել է կարճել իր պաշտպանյալի դեմ ներկայացված մեղադրանքը, պնդելով, որ Միացյալ Նահանգները հակասահմանադրական կերպով խախտել է նրա պաշտպանվածության իրավունքը, արգելափակելով Վենեսուելայի միջոցները, որոնք պետք է օգտագործվեին նրա իրավաբանական ծախսերը վճարելու համար։ Փաստաբան Բարի Փոլակը դիմում է ներկայացրել Մանհեթենի դաշտային դատարան, նշելով, որ կառավարությունը Միացյալ Նահանգների խախտում է Մադուրոյի պատշաճ դատավարության իրավունքը, արգելելով այն միջոցների օգտագործումը, որոնք պետք է տրամադրվեին Վենեսուելայի կառավարության կողմից նրա պաշտպանության համար։ Եթե ֆինանսավորումը չվերականգնվի, պաշտպանը պատրաստ է հրաժարվել գործից։ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարել է գործակալության Արտեմիս լուսնային ծրագրի խոշոր վերակազմավորման մասին, ընդունելով, որ 2028 թվականին տիեզերագնացներ լուսին իջեցնելու ներկայիս ծրագիրը իրատեսական չէ առանց նախապատրաստական լրացուցիչ առաքելության։ Նա հայտնել է, որ ՆԱՍԱ-ն այժմ կավելացնի եւս մեկ թռիչք 2027 թվականին, որի ընթացքում տիեզերագրածները երկրի ցածր ուղեծրում կմիանան լուսնային վայրեջքային սարքերին, մանրամասն փորձարկելու նավիգացիոն, կապի, շարժիչային եւ կենսապահովման համակարգերը, ինչպես նաև հաստատելու միացման ընթացակարգերը։ Այդ թռիչքից հետո 2028 թվականին կկատարվեն առնվազն 1, հնարավոր է 2 լուսնային վայրեջքային առաքելություններ, որոնք կներառեն նախորդ փորձնական թռիչքից ստացված դասերը։ ՆԱՍԱ-ն դժվարությունների է բախվում նաև Արտեմիս 2 առաքելության արձակման հարցում, որը պետք է 4 տիեզերագնաց ուղարկի լուսնի շուրջ թռիչքի։ Արձակումը հետաձգվել է ջրածնի արտահոսքի եւ հրթիռի վերին աստիճանի հելիումի ճնշման խնդրի պատճառով։ Ներկայումս արձակումը հետաձգված է առնվազն մինչև ապրիլի 1-ը։ Նոր ծրագրի համաձայն նախկինում նախատեսված Արտեմիս 3 առաքելությունը, որը պետք է 2028-ին տիեզերագնացների իջեցներ լուսնի հարավային բևեռի մոտ, այժմ կվերասահմանվի։ Այն կմեկնարկի 2027-ին, բայց չի ուղևորվի դեպի լուսին։ Փոխարենը տիեզերագնացները երկրի ուղեծրում կմիանան SpaceX-ի եւ Blue Origin-ի կողմից մշակվող լուսնային վայրեջքային սարքերին։ Այսօր այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։